Երբ տեսան Հիսուսը, որ լիճին վրային քայլով գմոտենար նավակին, բոլորը սարսափեցան։ Անուն Հոր եւ Որդվո եւ Որդվույն Սրբո ամեն։ Հովհաննես Ավետարանի 6-րդ գլուխը, որը նաև այսօր ընթերցվեցավ Ջաշու Ավետարանը, զատկական ապրումներ են։ 5000 ժողովուրդ գերագրելուն եւ գենաց հասցի քարոզի միջև գմտնե Քրիստոսի ջուրի վրա քալելը, ուր լիճը կամ ձովը գներգայանա որպես չարի աշխարհ, որում վրա քայլելով, ոտնագող անելով քալեց Հիսուս, հասնելով դեպի խաղաղ ափը։ Դեպքը քիշերով կվատահի, իսկ քիշերը ներշնչումի լավագույն ժամն է։ Հիսուս մոտեցավ ջուրին վրա քալելով ազատված բնության օրենքներեն։ Երբ ջուրը դեղի ու դեղի միջև բաժնելու համար է, ինչպես կկարդանք Ծննդոց գիրքի մեջ, եղավ դեղը դեղին միացնող ճամփա։ Այստեղ գսկան ակնարկը Գարմիր ծովու դեպքին, ուր ջուրերը անցքի ճանապարհ եղան եբրայեցի ժողովրդին համար։ Բոլորը սարսափեցան, վախցան։ Ասկը նշանակե թե անոնք տեսան այս դեպքի մեջ աստվածային մճամուտությունը, ուր Հիսուսի գործող խոսքը իր կակատին կհասնի ըսելով ես եմ։ Ես եմ Եհովան, ես եմ Տերը, այս երկու խոսքերով բազմիցս Տիրոջ մասին խոսած էր Եղիա մարգարեն։ Եվ ահա Հիսուսի մասին նոր օղակը կգտնենք ներշնչումի աստիճանավորումի մեջ։ Ան նոր Մովսես է, որ ձողը գացնի, նոր Եղիսե, որ ոչ միայն 100 հոգի կգերագրե, այլև 5000 հոգի եւ ավելի։ Առավել եւս ան աստվածային էյակ է, ինքնիրեն աստված ամունը գուտա գփարադե ժողովրդին վախը ինձին անոնց հայտնելով։ Վարժված են գարտալ նախատասություններ, որոնք հատուկ են Հովհաննես Ավետարանիչին, որոնք կան նաև կամ ունին աստեցություն հելենական գրականութենեն։ Ես եմ աշխարհի լույսը, ես եմ բարի հովիվը, ես եմ ճշմարիտ դունգը, սակայն ես եմ առանց հավելումի, հատուկ է Սուրբ Գրքին եւ մանավանդ Հովհաննեսին։ Այս խոսքը նաև կգտնենք Մարգոսի եւ Մատթեոսի ավետարաններում մեջ, ուր գսվի քաչ եղեք, ես եմ մի վախնակ, եւ բոլոր տեղերը խոսքը կգնար ջուրերու վրա քարելու մասին։ Իսկ Հովհաննես 8:24-ի մեջ գսե ծեր մեղքերու մեջ պիտի մեռնիք, եթե չհավատաք, թե ես եմ։ Իսկ 8:28-ի մեջ գսե երբ մարդու որդին պաշտացնեք, այն ադեն պիտի հավատաք, թե ես եմ։ Գկարտանք նաև Հովհաննես 8:58-ի մեջ, ուր գսե լավ գիտեք, թե Աբրահամի ծնունդեն առաջ ես եմ, իսկ 13:19-ի մեջ ոտնլվային երբ, որբեսի գսեմերդերը, որբեսի երբ պատահի, ինչ-որ պատմեց իր չարչարանքներու մահվան և խաչելության մահվան մասին, երբ պատահի հավատակ, թե ես եմ։ Նաև այս վստահեցումը կգտնենք 18
18-ին 5, 6 և 8 համարներում մեջ ցիտենյաց վարդեցին մեջ, երբ եկան և հարցուցին ամբողը զինվորները Քրիստոս հարցուց ով կպանդրեք, ըսին Հիսուս նազովրեցին, ըսավ ես եմ, և այդտեղ ևս վախը իրենց մեջ մտնելով ետ դարձան, և երեք դեղ կգրկնե Քրիստոս ես եմ արտահայտությունը։ Հրգիզվող մորենի մեջ են բայթեցավ Աստուծո խոսքը, ես եմ, որ եմ, Ելից 3:14, և հրյան լսե այս խոսքը գհասկնա, որ ինքը աստվածային հաստատումի դիմաց է, իսկ 70-ից թարգմանության մեջ ես եմ Եհովան գրվեցավ ես եմ։ Ուրեմն Հիսուս 5 գդագարանի մեջ եղող հայտարարությունը բերավ նոր գդագարան և իր անձով հայտնեց հայրը, որը Իսրայելի միակ Աստվածն է։ Հրյաները ադիգա համարեցին անհասկնալի և հայհոյանք, իսկ տուն Քրիստոսի հավատացյալ այս խոսքերը ինչ կհամարես, քու նեղություններու ու վախիդ մեջ դեղ գա ագանջ գտնես Քրիստոսի հանգստացող, խաղաղացնող, վստահություն ներշնչող խոսքին, որ գսե ես եմ, որ եթե փոխնած ես, զարրապերնված ես, մտահոգ ես, անդրամատիր ես, նեղություններու մեջ ես, դիմե աղոթքով, դիմե հավատքով, դիմե երկյուղածությամբ, դիմե վստահությամբ, դիմե և մի ծանցրանար, մինչև որ լսես այն խոսքը, որ մի դսե ես եմ, մի վախնար։ Այսօր նաև սիրելի հավատացյալներ, գիշադագենք առաջավորած բակը, վաղը առաջին օրն է բակին, առաջավորած բակը Սուրբ Կիրիլոս Լուսավորիչի գոմե հաստատված առաջին բակն է, և Կիրիլոս Լուսավորիչ խորբիրաբեն դուրս բերվեցավ և սկսավ քարոզչությանը, իր առաջնակույն գործերեն մեկն էր նախ կայանյաց և բրիցիմյաց բույսերուն վայելուչ թաղումը կատարել, հավաքեց բացօթյա թափված անոնց աջունները, թաղումը կատարել է ետ, 65 օրեր անդադար քարոզեց հայ ժողովրդի գենած խոսքը, իսկ վերջին 5 օրերը հաստատեց ձոմապահություն, որպեսզի ընդունենք աստվածային խոսքը, հավատքը, գրոնքը։ Առաջավորած կոչվեցավ, որովհետև առաջին բակն էր, որ հաստատվեցավ հայ ժողովրդի մեջ։ Եվ այս բակը հատուկ է միայն մեզի, հայերուս։ Այս բակի ընթացքին հարաճիգա օրերը բադարակ և ավետարանական ընթերցումներ չի կատարվիր, որովհետև առաջավորած բակը գեիշադակ է նաև ատամի անգումը և ատամի օրերում ավետարան մարգարեություններ չկային։ Իսկ ուրբաթ օրը գընթերցվի Հովնանու մարգարեությունեն Նինվեի փրկության համար ուղղված աղոթք։ Շաբաթ օրը Զորավար Սարգիսի տոնն է, և մեր ժողովուրդը կշփոթե և բակը կանվանե Սուրբ Սարգիսի բակ։ Բարձրապես հիշեցումի համար, անոնք, որոնք չեն լսած, թող լսեն, և անոնք, որոնք գիտեն, թող բացատրեն, որ սուրբերը բակ չունին։ Դոներու է բակը Քրիստոսի ծննդյան, հարության, բայծարագերբության, վերափոխման աստվածամոր, խաչի երևման։ Հետևաբար Սուրբ Սարգիս
դոնը գը զուկակիբի բակի ավարտին անի առանցին է առաջավորած բակի հետ ոչ մեկ առնչություն չունի եւ կտեսնենք մեր օրացույցի մեջ որ սուրբերու դիմաց օրերու հիշադակման դիմաց բակ չի գա օրինագամար սուրբ Հակոբը բակ ունի ոչ եւ ոչ մեկ սուրբը բակ չունի ուրեմն չխառնենք առաջավորած բակը սուրբ Սարգիսդոնի հետ Սիրելի ավանդացիաներ, մեծ հույսով, որ գնտարաչեք, մեծ փափակով, պիտի խնդրեմ ձեզ մեր յուրաքանչյուրը, անոն որոնք կբահեն առաջավորած բակը, եկեք միասնաբար, այս դարվա առաջավորածի բակը 3 դիտավորումներու համար բահենք։ Առաջինը մեր հայրենիքի պարկավաժման համար, որ Աստված պահե մեր հայրենիքը անվտանգ։ Երկրորդ, եկեղեցվող բայձարության համար, որ ճախճախ է եւ պիտի հաղթահարե բոլոր դժվարություններուն, եւ երրորդը կնկատենք, որ ծանր հիվանդությունները տարածված է մեր ժողովրդի մեջ։ Եկեք նաեւ բոլոր ծանր հիվանդությունները տարապողներուն համար այս բակի մեջ ընթացքին աղոթենք իրենց համար։ Վստահելով, որ ձայն բազմած կամ Աստուծո։ Թող Աստված ընդունելի անե բոլորին գադարած բակը եւ լսե մեր բոլորիս աղոթները եւ գադարե մեր բոլորի խնդրանքները իբարի եւ իօգուտ մեր ժողովրդին, մեր ազգին եւ մեր եկեղեցով, որով լակ օրդյան հիմա եւ հավիտյանս ամեն